Երբ եւ որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը հայտնի չէ, փաստաթուղթը ավարտական տեսքի բերելուց հետո շատ երկրներ ողջունում են գործընթացը։ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել կարգավորման հարցերի ամբողջ շրջանակի, նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Բոլոր խոշոր խաղացողները ակտիվ են միշտ, այլ հարցը այդ ակտիվությունը ֆորմալ դրսևորում ստանում է թե ոչ։ Իրենք ֆորմալության կձգտեն, եթե կա ինչ-որ համաձայնության բերելու իրական հեռանկար։ Ես կարծում եմ մեծ հաշվով այդպես ֆորմալության հիմա որևէ մեկը միջնորդներից, խոշոր միջնորդներից չի ձգտում եւ process-ին գերադասում են ներգրավված լինել ավելի շուտ հետնաբեմային տրամաբանությամբ։ Ադրբեջանն անընդմեջ թարմացնում է պահանջների մենյուն։ Ալիևը մեկ խոսում է Հայաստանի կառավարության հանդեպ անվստահության մասին, մեկ էլ հայտարարում, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի։ Ադրբեջանական մեդիան հուշում է, որ Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել չեն պատրաստվում, նույնիսկ Երևանի միակողմանի զիջումներից հետո։ Անշուշտ Հայաստանը գնում է Ադրբեջանի պայմաններին զիջելու տրամաբանությամբ, սա ակնառու է։ Բայց ամենայնպես քանի դեռ այդ արձանագրումները ստորագրության կամ չգիտեմ կնքված պայմանագրերի եւ հաստատված դակված որոշումների տեսքով չկան, սա բնականաբար դե ֆակտո կապիտուլյացիա համարել հնարավոր չէ եւ ես կարծում եմ միշտ հնարավորություն կա փոխել իրավիճակը։ Պայմանագրում խոսք չկա միջանցքի մասին, Արարատ Միրզոյանն է շտապել փարատել քաղաքացիների անհանգստությունները։ Բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Խաղաղության եւ պատերազմի այսպես շրջանակ, եթե քննարկենք կամ դիլեմա, այդ հարցը շատ ավելի կարևոր նշանակություն է ունենալու, քան խաղաղության պայմանագիրը, որովհետեւ այդ հարցը նաեւ աշխարհաքաղաքական կարևորագույն կռվանն է, ինչպես նաեւ շատ պարզ գիտենք, որ Թուրքիա եւ Ադրբեջանի համար դա ռազմավարական նպատակն է ընդհանուր առմամբ այդ թուրքական աշխարհի կապակցվածության եւ իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները սպասարկելու իմաստով։ Հետեւաբար հենց այդտեղ է, կարծում եմ, խաղաղության թե պատերազմի, այսպես ասած, ծանրության կենտրոնը։ Մասնագետը չի բացառում, որ փաստաթուղթը ստորագրվի մինչև Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, կախված նրանից, թե Ալիևը ինչ կստանա։ Այսուհանդերձ որոշ կարևոր հարցեր համաձայնագրից առանձնացված են, օրինակ տրանսպորտային կոմունիկացիաների ու սահմանազատման գործընթացները։ Անկամ եթե խաղաղության պայմանագրի ստորագրում լինի, դա բացարձակապես չի նշանակելու, որ կա խաղաղություն, կամ անգամ այսպես սկզբունքային մոտ քայլ է արված դեպի խաղաղություն։ Սա կլինի ընդամենը տակտիկական ինչ-որ հերթական զարգացում։ Փաստաթղթի առանցքային ձեռքբերումն ըստ Երևանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն ու ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումն է։ Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշում է, որ փաստաթղթում այդ տարածքները ֆիքսված չեն թվերով։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք Հայաստանի տարածքային ամբողջության վերաբերյալ չափելի հայտարարություն չի արել։ Պարբերաբար ընդհուպ նախագահի մակարդակով արվել են հայտարարություններ, որոնք շատ հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ եւ անգամ այն տարածքի նկատմամբ, որը քառակուսի մետրերով կամ կիլոմետրերով մատնանշում է պաշտոնական Երևանը։ Եվ այս իմաստով ասել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջությունը, սրա հիմքը ցավոք սրտի չկա։ Երևանն ու Բաքուն պարտավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո միջազգային իրավական ատյաններից հետ կանչել վեճերը եւ հետագայում հայցեր չներկայացնել այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչեւ համաձայնագրի ստորագրումը։ Վավերացումից հետո Հայաստանը վերապահումներ կունենա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին, որ հայցերից հրաժարվելու դեպքում դատի է տալու Հայաստանի իշխանությանը։ Ինչու է Ադրբեջանը դնում այդ հայցերից հրաժարվելու խնդիրը, ես կարծում եմ այստեղ բուն հարցը արցախյան կարգավորման այդ ամբողջ հետագիծը մաքրելն է, դրանից իրենց ապահովագրելը, որովհետև այսօր միջավայրն այնպիսին է, որ իրենք համարում են իրենց ապահովագրված, բայց վաղը որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել փոփոխությունը, եւ այդ հարցերը կարող են հայտնվել Ադրբեջանի դեմ։ Բաքուն անդադար պահանջում է, որ եվրոպացի դիտորդները հեռանան սահմանից։ Երևանը պատասխանում է պայմանագրի ստորագրումից հետո ընդունելի ու փոխշահավետ լուծումներ կգտնեն։ Վերլուծաբանի դիտարկմամբ Ադրբեջանն իր դիրքորոշումը փորձում է թանկացնել Եվրամիության համար, հետո Ռուսաստանի ու Իրանի վրա վաճառելու նպատակով։ Խորքային խնդիրներն ու դրանց լուծումները Բադալյանի ասելով որևէ արձանագրումով չեն լուծվելու։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։